Մենք տեր ենք մեր ժառանգությանը, մեր պետականությանը, մեր ազգային արժեքներին, մեր ինքնությանը, մեր եկեղեցուն, որոնց դեմ այս թրքահաճո իշխանությունները կատաղի պայքար են մղում։ Մայր Հայաստան կուսակցությունն էլ է ստեղծվել մեզ համար կարևոր հանդիսացող սեպտեմբերի 21-ին, երրորդ հանրապետության ծննդյան օրը։ Սրանք պատահականություններ չեն։ Մեզ համար արժեք են պետությունը, անկախությունը և Հայաստանի քաղաքացին։ Մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ ու զարգացող։ Օրվա իշխանություններն անցողիկ են, մնայունը մեր երկիրն է ու մեր ժողովուրդը։ Մայր Հայաստանի կարևոր նպատակներից մեկն օրվա չարաբաստիկ իշխանություններից Հայաստանն ազատելն է ու ազգային նոր իշխանություն ձևավորելը, որպեսզի կյանքի կոչվեն մեր ծրագրերը։ Այդ իսկ նպատակով բոլոր մակարդակներում և բոլոր հարթակներում կռիվ ենք տալիս քաղաքացիական պայմանագիր կոչվող կուսակցության և դրա տխրահռչակ ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ։ Մեզ համար, որպես փոփոխությունների հասնելու միջոց դիտարկվում են ինչպես տեղական, այնպես էլ համապետական ընտրությունները, չբացառելով իհարկե փողոցային պայքարի գործիքակազմը։ Մայր Հայաստանն իր ձևավորումից մի քանի ամիս անց մասնակցեց Երևանի ավագանու ընտրությանը։ Մենք այժմ ներկայացված ենք մայրաքաղաքի ավագանիում 12 մանդատով։ ՔՊ-ն մի կերպ պահեց աթոռը, իրեն կցված Հանրապետություն կուսակցության հետ կոալիցիա կազմելով և կուլիսային գռեհիկ առևտրի գնալով։ Բոլորիդ աչքի առաջ է Մայր Հայաստան խմբակցության գործունեությունը։ Մեր խմբակցության գործունեությունը ամենաարդյունավետն է։ Մենք ամենօրյա ռեժիմով քաղաքացիների կողքին ենք, պաշտպանում ենք քաղաքացիների շահերը։ Թող ինքնագովեստ չհնչի, բայց Մայր Հայաստանն այսօր թիվ 1 ուժն է մայրաքաղաքում։